Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է. «Չկարծեք, թե հայոց ցեղասպանությունը հերքելու կամ ուրանալու համար պարտադիր պետք է բոյով մեկ կանգնել ու գոռալ, թե նման բան տեղի չի ունեցել։ Ցեղասպանության ուրացման եւ հերքման մի եղանակ է մեղքի բաժինը դահիճի ուսերից վերցնելը կամ ոչիրը չակերտավոր հիմնավորող, բացատրող ու մեկնաբանող ձևակերպումները։ Ցեղասպանության հերքման դրսևորում է 1.5 միլիոն զոհերի անունազգանունների ցուցակագրման ցանկությունը, խորը դիտավորությամբ առանձնացող գիտակցությամբ, որ ներկայիս պայմաններում դա տեսական չէ։ Ցեղասպանության ուրացման դրսևորում է նաև բացահայտ պատմական փաստերը վերախմբագրելու միտումը, ասելով, թե մենք դեռ պետք է վերադառնանք այդ պատմությանը։ Ահա ես ձեզ նկարագրեցի, թե ինչպես են ինստիտուցիոնալ արշավը մեկնարկել դեռևս 1 տարի առաջ ու հիմա ասում են հորս արև չենք ուրանում։ Ոչիրի անհերքելիությունը ստիպել է անգամ Օսմանյան դատարանին մեղավոր ճանաչել ցեղասպանության իրագործողներին, եւ ահա 110 տարի անց հայկական հողի վրա մարդիկ ցեղասպանության նոր մեղավորներ են ցանկանում նշանալ։